Արցախյան ազատամարտի տարիներին ոստիկանության 131 ծառայողներ մարտադաշտից տուն չդարձան։ Իրենց արյամբ թրծեցին հայրենի հողն ու ձուլվեցին հավերժությանը։ Սևանցի Նորիկ Դագարյանը նրանցից մեկն էր։ Ծառայում էր ներքին զորքերի 1032 զորամասում, օրինակելի ծառայող էր, զինվոր։ 1994 թվականն էր։ Նորիկը 15 զինակից ընկերների հետ մեկնեց ռազմաճակատ։ Տնեցիներին չասաց, որ հորադիզ են գնում, չասաց, որ չանհանգստանային, որ մոր արցունքները հիշողության մեջ չպահեր։ Ծանր մարտեր էին։ Փետրվարի լույս 16-ի այգաբացին հակառակորդն անսպասելի հարձակում սկսեց։ Շատ էին, մինչև ատամները զինված, մերոնք 7-ն էին ու քաջաբար դիմադրում էին, մինչև կհասներ օգնական ուժը։ Ավաղ ուշացան։ Քաջորդիներից 3-ը Նորիկ Դագարյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաթևոս Հակոբյանն արդեն անմահության ճանապարհին էին։ Գրիգորն ու Մաթևոսը զոհվեցին մարտի դաշտում։ Նորիկը 3-4 օր պայքարեց մահվան դեմ, իսկ փետրվարի 20-ին հայրենի Սևան քաղաքը սգի մեջ էր։ Նորիկ Դագարյանն ընդամենը 19 տարեկան էր։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նորիկ Դագարյանը հետմահու պարգևատրվեց մարտական ծառայության համար մեդալով։ 20 տարի է անցել, մոր սփոփանքը որդու անկյունն է, որտեղ նրա մասունք դարձած իրերն են խիզախության հավաստագիր մեդալը և հայրենիքի զինվորի չխամրող հիշատակը։